Խաչատուր Սուքիասյան։ Մեծարգո վարչապետ, հարցը սողում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ դիտում ենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր սեկտորի կողմից, գործակալությունների կողմից անշարժ գույքի, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առք ու վաճառք կատարվել է մինչև 59,000 գույք։ Իհարկե դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն։ Դրանցից մոտավորապես 1580-ը արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել։ Երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավոր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, նրանք վաճառեն, նրանք վարձով տան, նրանք վերանորոգեն, որտեղ վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտ է սկսում, ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մալուխներ են օգտագործում, մարդիկ են աշխատում։ Ես կարծում եմ, սա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ, դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, ինչի պետք է պետական ունեցվածքը այս կարգի մի կողմ դրված լինի եւ ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, այդ խնդրը գոյություն ունի եւ մենք մեր օրակարգային հարցերից է այդ խնդրը լուծելը։ Հիմա օրինակ կարող ենք վերել ամենահայտնի եւ ամենավառ օրինակները, օրինակ Հանրապետության հրապարակի վրա կա այդպիսի շենք, որ կառավարությունը փորձում է ինչ-որ մի ներդրումային տրամաբանության մեջ տնի, բայց այդպես էլ չի ստացվում, խոսքը փոստի կենտրոնական ժամանակին կենտրոնական փոստն է եղել։ Երբ որ ուզում ենք հասկանանք, բա ինչի հետաքրքրություն չկա, պարզվում է, որ ասենք օրինակ շատ ստանդարտների չի բռնում այդ շենքը, սկսած նրանից, որ կայանատեղի խնդրեմ ունի, սկսած նրանից, որ պատմամշակութային հուշարձան է եւ այդտեղ լրացուցիչ միջոցառումների շատ խիստ սահմանափակումներ կան, սկսած նրանից, որ հետևի հատվածներ ինչ որ մի ժամանակ, որ այդ համալիրի մաս են եղել սեփականաշնորհվել, առանձնացվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ խնդրեմը կա, բայց եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, իհարկե այդ գաղափարներն քննարկելի են, մենք բաց ենք այդ գաղափարների համար եւ նաեւ այդ մեծ թվերը այո շատ կարեւոր են, բայց երբեմն մեծ թվերի մեջ էլ պետք է մենք խորանանք, որովհետև ձեր ասած 400 միլիարդ ասցիք, 400 միլիարդ, երբ որ նայում ենք այդ գույքը, տեսնում ենք, որ այդ գույքեր կան, որ գտնվում են այնպիսի տեղանքներում, որոնք ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չեն, մի ամայի վայրում են, իհարկե հակառակն էլ կա, եւ կան դեպքեր, որ հիմա կոնկրետ ներդրումային հետաքրքրությունը ցուցաբերված է եւ իրականացվում է։ Ուզում եմ այն մյուս փոստի շենքի մասին խոսեմ, որտեղ առևտրի համաշխարհային կենտրոն բրենդի ներքո մենք նախագիծ ունենք, որը առաջիկայում պետք է իրագործվի։ Այո, այդ իրականում շատ նուրբ եւ բարդ գործընթաց է եւ մենք այդտեղ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել է մասնավորեցման եւ կամ հետաքրքրություն չի ցուցաբերվել։ Եղել են հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ որ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց այդ թվում որոշակի քննադատություններ եղավ մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել եւ մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծման պետք է զբաղվենք, համենայնդեպս ես արդեն այդ նամակների հոսքը ստանում եմ, բայց որ թեման պրոբլեմատիկ է եւ շատ կարեւոր,
այդ միանշանակի, բայց ուզում եմ ասել նաև, որ եթե ես չեմ սխալվում, 2024 թվականին պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են, մոտավորապես եթե չեմ սխալվում 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչը առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ իրոք շատ հետաքրքրում է։ Եվ մենք ընտրտուքի մեջ ենք եւ սխեմաների ներդրման process-ի մեջ ենք։ Արձագանք։ Մի պատմություն եմ ուզում հիշեցնել 99 թվականին 98-ի Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքը բավականին ընկել էր գները եւ պետությունը երբ որ պայմանագիր էր կնքի այդ անշարժ գույքը ձեռք բերողների հետ, որոնք որ պետք է 10 տարվա ընթացքում այդ գումարը լրացնեին, դա ոչ մեկի սեփականություն չէր, չէին կարողանում բանկեր դիմել, չէին կարողանում վաճառել ինչ-որ մի հատվածը։ Մի օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, դրանից հետո սկսեց գեներացվել բոլոր այդ տարածքները սկսեցին վերավաճառվել, սկսեցին վերանորոգվել։ Ես ուզում եմ ասել, այդ կարգի գումարի անշարժ գույք ունենալը եւ 20 միլիարդ հավաքելը, կարծում եմ 20 միլիարդը ցածր պետք է ավելի մեծ սա էր ուղղակի իմ ասածը, որ ինքը գեներացվի, գումար տա, աշխատատեղ ստեղծվի, հարկեր վճարի։ Շնորհակալ։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ այսինքն այն մասով, ինչ մասով օրինակ պետական գույքի կառավարման կոմիտեի նախորդ եւ նախանցյալ տարվա հաշվետվությունների քննարկումը եղել է, ես այդ խնդիրն եմ դրել։ Բայց հիմա ես ուզում եմ մի ուրիշ հարցեր անդրադառնամ։ Մենք ահռելի գույք ունենք հանրապետությունում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի։ Այսինքն ես օրինակ վստահ չեմ, եթե մասնավորինն ու պետականը համեմատենք, ես վստահ եմ, որ մասնավորին տիրապետության տակ գտնվող գույքերը, որոնք շրջանառության մեջ չեն, եւ ուղղակի փլուզվում քայքայում են, կարող հաստատ ավելի շատ է։ Չէ, բա այդպիսի խնդիրներ պետական գույքերի հետ կապված էլ կա։ Դատական խնդիրներ կան, վեճեր կան, բանի հազար ու մի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ հիմա տեսեք թեման ավելի գլոբալացրինք։ Ես այս երկրորդ հարցնել եմ դրում, ասում եմ, լսեք, մարդը սեփականաշնորհել է, ասենք ընդ որում միջպետական մայրուղու վրա գտնվող ինչ որ մի բան է, չգիտեմ ժամանակին դա ինչ ա եղել, ռեստորան ա եղել, թե հյուրանոց ա եղել, թե սրճարան ա եղել, որևէ բան եղել է։ Ու տենց քանդվում է։ Մենք այդ ճանապարհի վրա միլիարդներ ենք ծախսում, որպեսզի մեր երկրում հոսքերը շատանանք, տուրիստական հոսքերը, օտարերկրյա քաղաքացին գալիս ասում է, լսեք, այս երկրի թիվ 1 մայրուղու վրա այս մի հատ քանդած օբյեկտ, որը այնտեղ ընդհանրապես ոչ մի բան տեղի չի ունենում, այս 2, այս 3, այս 4։ Մենք անդադ ասում ենք ներդրումային միջավայր, ու անդադ ասում ենք, վայ կառավարություն այս մի բանը սենց է, ինչը ճիշտ է, ես դա չեմ ժխտում։ Բայց մենք երբեք չենք հաշվում, ասում ենք, լավ, այդ ներդրողը եկավ, A կետից տեղափոխվեց B կետը։ Տեսավ այս մայրուղու վրա շենք է, քանդվում է։ Այս ինչ շենք է, 30 տարի սեփականաշնորհված է, բայց տերը ուրա, չգիտենք, տերը ուրա, ինչով է զբաղվում, ոչ մի բան։ Այս ներդրողը պոտենցիալ չի ասել, լսեք, եթե այս մայրուղու վրա, այս շենքը, այս սեփականաշնորհել է մարդը, 30 տարի մի կոպեկ փող չի դրել, այս ուրեմն այս երկրում ներդրումային միջավայրի հետ կապված խնդրեմ կա, ես ինչի բերեմ փող դնեմ։ Շնորհակալ եմ։ Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարարին։ Հարգելի պարոն Պապիկյան, վերջին օրերին անընդհատ լսում ենք Ադրբեջանում կրակոցների մասին, որոնք լսելի են մեր սահմանամերձ